Վարդանի քարը Վայոց ձորում քարեղեն մի հրաշք կա, որին Վարդանի քար են ասում։ Երբ նայում ես այդ քարին, թվում է սպարապետի կիսադեմն է, արծվաքիթ, մորուքով, նշանավոր սաղավարտով։ Անդնդախոր ձորում հսկայական ժայռի մեջ թվում է տեսնում ես վիթխարի արձանի գլուխը, իսկ մարմինը հողի մեջ է։ Զրույց կա, թե ավարայրի ճակատամարտից հետո, երբ նահատակվեցին հազարավոր հայ քաջորդիներ և նահատակվեց Վարդան Մամիկոնյանը, ժողովուրդը լաց ու կոծով լցրեց անդնդախոր այս ձորը, չկամենալով հավատալ իրենց անվեհեր զորավարի մահվանը, մարդիկ Աստծուն աղերսում էին վերադարձնել նրան։ Եվ մի առավոտ մարդիկ տեսան Վարդանի քարեղեն կիսադեմը։ Ուշադիր, երկար նայելիս կարող ես նույնիսկ նկատել նրա ճակատի կնճիռները, հոգսն ու մտածումը հայացքի մեջ։ Ձորի այս հատվածում մի իսկական քարաժխոր է, և միայն կիսադեմն է շրջապատված կանաչ օազիսով։ Ապշեցուցիչ է։ Թվում է, մարմինը հողի և գետի մեջ սուզված հանգստանում է զորավարը, արթուն հայացքը սևեռած հայոց աշխարհին։ Եգիպտական սֆինքսները, փարավոնի վիթխարի արձանները մարդիկ են ստեղծել։ Վարդանի դիմաքանդակը բնության գործն է, և այո, ժողովրդի հազարամյա սերն է ծնել քարեղեն այս տեսիլքը։